Եվրազիա կազմակերպությունը հիմնադրվել է 2024 թվականի ապրիլին Ռուսաստանում, որպես ինքնավար ոչ առևտրային կառույց։ Այն հայտարարում է, թե իրականացնում է կրթական և մարդասիրական ծրագրեր հետխորհրդային երկրներում։ Սակայն փաստերը վկայում են, Եվրազիան Մոսկվայի ազդեցության գործիքն է հետխորհրդային երկրների ներքին գործերին միջամտելու համար։ Կազմակերպությունը սկսել է գործունեություն ծավալել նաև Հայաստանում։ Դրա գործունեությունը սերտորեն կապված է Ռուսաստանի պետական կառույցների հետ։ Այն համագործակցում է Ռոսսատրուդնիչեստվո պետական գործակալության հետ և արժանացել է Սերգեյ Լավրովի գովեստին։ Հոգաբարձուների թվում են Վոլոդինը, Սիմոնյանը, Ֆրատկովը և մոլդովական իշխանություններից փախուստի մեջ գտնվող օլիգարխ Իլան Շորը։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի հետաքննության համաձայն Շորը Եվրազիայի միջոցով միջամտել է Մոլդովայի ընտրություններին։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ ստացել են միլիոնավոր դոլարներ Եվրամիությանը անդամակցությանը դեմ քվեարկելու համար։ Գումարների փոխանցումները կատարվել են պատժամիջոցների տակ գտնվող Պրոմսվյազբանկի միջոցով։ Կազմակերպությունը մասնակցել է նաև ապատեղեկատվական ու կեղծ բարեգործական արշավների։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Եվրազիայի և դրա առանցքային դեմքերի նկատմամբ։ Մոլդովայում իշխանությունները փորձում են կազմակերպությունը ճանաչել ծայրահեղական և արգելել դրա գործունեությունը։ Կազմակերպության խորհրդում ընդգրկված է նաև հայ ազգի բլոգեր Միկա Բադալյանը։ Նա հայտնի է իր ընդդիմադիր գործունեությամբ, ակտիվորեն մասնակցել է դիմադրության շարժմանը, անգամ կալանավորվել կարճ ժամանակով։ Հայաստանում Եվրազիան նույնպես որոշակի նախաձեռնություններ է իրականացնում։ Մասնավորապես պարենով և հիգիենիկ պարագաներով տոպրակներ է բաժանում բռնի տեղահանված արցախցիներին։